Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական և քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններով միշտ էլ կարևոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում։ Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշտպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ։ Արագածոտնի մարզը իր մեջ ներառում է նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը։ Այնտեղ մարդու կենսագործունեության, հատկապես տնտեսության վարման համար բավարար պայմաններ կան, և պատահական չէ, որ պատմության բոլոր ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն ժողովրդի հոծ բազմություններ, այլև եղել է հայոց արքունական և ամառանոցային և որսորդական տարածք։ Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի՝ խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի մշակության համար։ Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր, լեռնատափաստանային, ալպյան և նիվալ գոտիները։ Մարզի օգտակար հանածոները տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Մարզում են գտնվում նաև ծաղկասար 2219 մետր, իրինդ 2050 մետր, արտենի 2047 մետր հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից և բնական աղբյուրներից։ Մարզի խոշոր գետերն են Քասախը և Գեղաձորը, կան շատ հեղեղատարներ։ Մարզի տարածքով է անցնում Արձնի Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ, գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի ջրամբարները։ Արագածոտնի մարզի հետաքրքիր վայրերը։ Արտավազիկ եկեղեցի հայկական եկեղեցի է Բյուրական գյուղի մոտ Արագածոտնի մարզում։ Մոտակայքում գտնվում է 13-րդ դարի հսկա խաչքարը։ Արևելքում խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները ուղղանկյուն։ Հյուսիս-արևելքում անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Արևմուտքում խաչթևի տանիքին 8-րդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Հուշարձանի արևելքում կանգուն է 8-րդ դարի կոթող խաչքարը։ Արուճի քարավանատուն կառուցվել է Արուճ գյուղից 1 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին, պատկանում է միադահլիճ եռանավ քարավանատների տիպին։ Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով։ Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել 6 ձուկ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը։ Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է։ Արտաքինից պատերը և անկյունները հագեցված են բուրգերով։ Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը։ Սուրբ Մուղնի եկեղեցի Սուրբ Գևորգը, որն առավել հայտնի է որպես Մուղնու եկեղեցի, գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավում։ Ենթադրվում է, որ եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարի առաջին կեսին Հովհաննավանքի միաբանության կողմից, որոնք այստեղ են տեղափոխել Սուրբ Գևորգի մասունքները։ Հայաստանի Սուրբ Գևորգ եկեղեցին եղել է հանրահայտ կրոնական և մշակութային կենտրոն։ 1278 թվականին այստեղ կատարվում էին ձեռագրերի ընդօրինակություններ։ Եկեղեցին բազմիցս ավերվել ու վերականգնվել է, իսկ միջնադարում ունեցել է նաև դպրոց, որը հիմնադրվել է Աբել եպիսկոպոս Մխիթարյանի կողմից, ով հետագայում շարադրել է վանքի պատմությունը։ Սուրբ Գևորգը կառուցված է սև, կարմիր և դեղնավուն տուֆից՝ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։ Արևմտյան կողմում եկեղեցուն կից կա եռակամար բաց սրահ, որի վրա բարձրանում է զանգակատան 12 սյունանի ռոտոնդան։ Եկեղեցին հայտնի է իր բարձրավեծ զարդաքանդակներով և 17-ից 18-րդ դարերի հայ եկեղեցական գեղանկարչությանը բնորոշ որմնանկարներով, որոնք կա հավանականություն, որ նկարազարդել է հայ միջնադարյան կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներից Նաղաշ Հովնաթանը։ Վանքի բակում տեղադրված են մի շարք խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրված է 932 թվական։ Մուղնու Սուրբ Գևորգի վանքը պատմության ընթացքում եղել է նաև բուժիչ սրբավայր։ Մարդիկ տարբեր հիվանդություններով եկել են այստեղ բուժում և օրհնություն ստանալու համար։
Ավանդության համաձայն Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տեղափոխվել է Վրաստան, վրաց թագավորին հիվանդությունից բուժելու նպատակով, սակայն ապաքինվելուց հետո թագավորը հրաժարվել է մասունքները վերադարձնել հայերին և դրանց հիմքով կառուցել է Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին Թբիլիսիում։ Վանքի բակում կա մի խաչքար, որի տեղադրման պատմությունն անհայտ է, չկա տեղեկություն հեղինակի և տեղադրողի մասին, խաչքարը թվագրվում է 1975 թվականին։ Վանքի ուխտի օրը նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։